Մեր ձևով շարժման հազարավոր մասնակիցներ հոկտեմբերի 19-ին ուխտագնացություն էին կազմակերպել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, արտահայտելու համար իրենց զորակցությունն ու աջակցությունը Մայրի եկեղեցուն։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալ շատերն էին ցանկանում։ Միածնայեջ Մայր տաճարում միասնական աղոթք հնչեց, որից հետո վեհափառ հայրապետն օրհնության խոսք ասաց ուխտավորներին։ Անունհոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Սիրելի ուխտավոր զավակներ մեր, հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ձեզ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են տերունաշնոր հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին։ Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո եւ անսակարգ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին եւ ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի հոլովույթում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների եւ ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով, առաջ բերելով նոր բաժանումներ։ Մեր սրտերը ծանրացած են, տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծ ու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ, Միքայել arczepiskopos Աջապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Գարեգին Քահանա Արսենյանը, ազգային մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանը եւ այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են։ Թող Տերը քաջառողջություն եւ արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստուծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքիդ, հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության եւ այս խռովահույս օրերին հոգեվորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով եւ նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետամուտ լինելով նաեւ մեր ազգի եւ հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին
ու խաղաղությունը մեր երկրում։ Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։ Աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին, աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները, թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց, ի Հայաստան և իսկյուրս աշխարհի, այսօր և միշտ և հավիտյանս ամեն։ Ձեր ուխտ ի կատար, սիրելի ուխտավորներ։ Հոկտեմբերի 18-ին նշվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը և օծման 10-ամյակը։ Այդ օրը հայ առաքելական Սուրբ եկեղեցում նշվում է նաև 4 ավետարանիչների՝ Սուրբ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերվեց Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքը և տոնական պատարագ մատուցվեց։ Հոկտեմբերի 18-ը նաև Արտաշատ քաղաքի տոնի օրն էր, և քաղաքային վարչության շատ անդամներ էին ներկա եկեղեցում։ Եկեղեցու հիմքերը 2002-ին են դրվել, 2015 թվականին ամենայն հայոց հայրապետն է օծել Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ կառուցված եկեղեցին այս 10 տարիների ընթացքում համայնքի համար դարձել է հարազատ աղոթատեղի և ուխտավայր շատ հավատացյալների համար։ Ցանկացած համայնքում, եթե կա եկեղեցի, ուրեմն կա Աստծո լույսը։ Մանավանդ գործող եկեղեցի, ուրեմն կա Աստծո լույսը, ուրեմն կա Աստծո ներկայություն, ուրեմն մարդիկ ունեն հնարավորություն աղոթելու եւ Աստծո կենթանի ներկայությունը ապահովելու իրենց կյանքից ներս։ Եվ դա օրհնություն է, դա խաղաղություն է, դա սեր է, դա միասնություն է։ Մեր եկեղեցին գտնվում է քաղաքի մուտքի մոտ եւ շատ հարմար է ժողովրդի այցելության համար։ Այստեղ մարդիկ հավաքվում են ոչ միայն աղոթելու, ոչ միայն ծիսական արարողություններին, ոչ միայն հոգեպես առանձնանալու, այլ նաև զբոսնելու, որովհետև Արտաշատ քաղաքում այս եկեղեցին իր տեղով դիրքով կարելի է ասել յուրահատուկ է։ Սա նաև գեղեցիկ ժամանցի վայր է, լավ իմաստով։ Մարդիկ իրենց ընտանիքներով, երեխաներով գալիս են եւ ժամանակ են այստեղ անցկացնում, ինչը մեզ շատ ուրախացնում է։ Պատարագիչ քահանան ներկաներին փոխանցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ողջույններն ու օրհնությունը։ Տեր հայրն անդրադարձավ 4 ավետարանիչներին, որպես Քրիստոսի կյանքի, մահվան եւ հարության մասին կարևոր վկայողների։ Հիշեցրեց. ամեն եկեղեցու խորանից հենց ավետարանական խոսքն է սերմանվում քրիստոնյաներին։ Ողջ օրվա ընթացքում հավատացյալները հնարավորություն ունեցան Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքի զորությանը հաղորդ լինելու։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Հոկտեմբերի 19-ին մեր եկեղեցին նշում էր 4 ավետարանիչների տոնը։ Արագածոտնի թեմի բոլոր քահանաներն իրենց համայնքների հավատացյալների հետ աշտարակի Սուրբ Մարիանեի եկեղեցում էին։ Սուրբ պատարագը մատուցվեց առանց թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։ Սրբազան հայրը կալանավորվել է 2 ամսով, կալանավորված է նաև թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։ Պատարագիչ հոգևորականը խոսեց օրվա խորհրդից, հորդորեց հավատացյալներին անկոտրում ու անսասան մնալ հավատքի մեջ, միասնական աղոթք հնչեց անազատության մեջ գտնվող հոգևորականների և նեղության մեջ գտնվող մեր մյուս հայրենակիցների համար։ Մենք հոգևորականներս Քրիստոսի աշակերտներն ենք։ Մենք հոգևորականներս Քրիստոսի խոսքը տարածողներն ենք, սեր քարոզողներն ենք և ավետարանի ճշմարիտ բացարձակ խոսքը տարածողներն ենք։
որն էլ այսօր գալիս ենք եւս մեկ անգամ հիշատակելու, նրանց բարեխոսությունը խնդրելու մեր ազգի, մեր հոգևորականների, մեր առաջնորդի եւ մեր հայրապետի եւ մեր բոլորիս կյանքը սրբությամբ լցնելու եւ ել ավելին գիտակից կերպով ապաշխարելու եւ ետ դարձ դեպի մեր Տիրոջ կենարար սրբազան ավանդույթներին եւ արմատներին անդրադառնալու։ Սա է այսօրվա ավետարանի կենարար խոսքը։ Քրիստոնյաներիս հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներիս համար ոգևորող են նաեւ ավետարանիչները իրենց ապրած կյանքով, իրենց դրսևորած հավատքով եւ ամենակարևորը խոսքով։ Մենք այսօր պատարակ ենք մատուցում եւ եկեղեցուց բացակայում է մեր թեմի առաջնորդը Մկրտիչ Սրբազանը։ Տեսնում եք, որ կա թեմակալ առաջնորդի գահը, այս գահի վրա նստած արժանավորը չկա այս պահին։ Եվ մենք այս պատարակը անում ենք աղոթելով Սրբազան հոր համար, մեր Տեր հոր համար, Տեր Գարեգինի համար, մեր բոլոր սրբազանների համար, ձերբակալված սրբազանների համար, Միքայել Սրբազանի համար, Բագրատ Սրբազանի համար եւ մեր բոլոր այն զավակների, եղբայր քույրերի համար, ովքեր անազատության եւ նեղության մեջ են։ Եվ դա քրիստոնյայի պարտքն է։ Իշխող քաղաքական ուժի թիրախում շարունակում է մնալ հայոց եկեղեցին, ասում են հոգևոր հայրերը։ Թեմի եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում։ Իշխանական քարոզչամեքենան բոլոր մեխանիզմներով փորձում է ճնշել, վարկաբեկել հոգևոր դասին եւ առաջնորդին։ Արագածոտնի թեմի քահանաներից շատերին հոկտեմբերի 16-ին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել, խուզարկելով բնակարաններն ու արգրավելով անձնական իրերը։ Կամ մեծ ցավ, կամ մեծ վիրավորանքի զգացում, իհարկե ցավալի է, որ բոլորովին անտեղի արդար մարդկանց են հալածում ու բռնադատում, բայց այս ցավի, այս վիրավորանքի ու այս անզորության մեր, որ չեն կարողանում օգտակար լինել մեր առաջնորդներին, ետևում նաև կա թաքնված մի մեծ ուրախություն, պատվի զգացում, որ մեր հոգևոր հայրերը չեն ընկրկել եւ հալածվում են հանուն ճշմարտության, հանուն հայրենասիրության եւ աստվածասիրության։ Աստծուց շատ ենք հեռացել, հետեւաբար այսպիսի փորձություններ պիտի գա, որ նորից վերադառնանք Աստծուն։ Եվ բոլոր ժամանակներում, երբ որ հալածանքներ ա եղել քրիստոնյաների հանդեպ, քրիստոնյաները ավելի են հզորացել։ Հիմա մի հատ ինքնամաքրման process ինձ թվում է տեղի կունենա, մենք մեզ կմաքրենք, ավելի շատ կմոտենանք Աստծուն, Աստված է թե մեզ, թե իր հոգևորականներին ավելի կգոտեբնդի, կբարձրացնի ավելի վերև։ Թեմն այսօր շարունակում է իր բնականոն կյանքը։ Քահանաները նախկինի պես ծեսեր ու արարողություններ են անցկացնում։ Ասում են դժվարություններն ու փորձություններն ավելի են միաբանել իրենց եկեղեցու եւ հայոց հայրապետի շուրջը։ Այս վարքյանին, ինչպես որ ընտանիքի պարագային կարող եմ ասել, ընտանիքի հայրը բացակայում է եւ ընտանիքի զավակները փնտրտուքի մեջ են, սակայն ոչ կոտրված, ել ավելի արիացած, ել ավելի ամրացած, որովհետև այն ինչը որ հաղթանակում է եւ հաղթանակում է սերը եւ հաղթանակում է հավատքը։ Այս ոգեշունչ կարգավիճակը կա այս վարքյանին մեր մեջ եւ վստահ ենք եւ հույս ունենք, որ արդարադատությունը պիտի հաղթի։ Մենք Սուրբ Պատարագի ենք մասնակցում Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու համար, Քրիստոսի հետ հաղորդվելու, հաղորդակցվելու համար եւ ասելու, որ հայ առաքելական եկեղեցին հուսահատության դրոշակը տանողը չէ, այլ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հուսադրության դրոշակը տանողն է, սփոփող դրոշակը տանողն է, քաջալերող դրոշակը տանողն է։ Եվ այդպես եղել է, կա ու այդպես պիտի լինի։ Անուշ Արաքելյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Քսանհինգ տարում հազվագյուտ եւ բացառիկ մասունքներով է հարստացել Մայրաթորի սրբությունների գանձարանը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ եւ տնօրինությամբ
Սուրբ Էջմիածին է բերվել հայ առաքելական եկեղեցու եւ համաքրիստոնեական սրբերի 32 մասունքարան, աչաձև, խաչմասունքարաններ, մասանց պահարաններ, այդ թվում Սուրբ Ներսես շնորհալու մասունքակիր խաչը, Սուրբ Վարդապետ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սուրբ Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի մասունքարանը, Սկևրայի հռչակավոր մասանց պահարանը։ Հազարավոր մասունքներ եւ մասունքարաններ տարագիր հայ ժողովրդի ճակատագիրն են կիսել։ Փրկվածների մի մասը հանգրվանել է հեռու եւ մոտիկ գաղութներում։ Երբեմն տասնամյակներով դրանց մասին ոչ մի տեղեկություն հայտնի չի եղել։ Ընդհանուր շուրջ 64 մասունք է բերվել, որից 31-ը Սկևրայի, 9 Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքարանում են ամփոփված։ Քրիստոնեական ամեն եկեղեցի ունի սրբություններ։ Վաղ միջնադարից սկսած եկեղեցիները նաև մասունք են փոխանակել, հոգևոր առաջնորդները, եկեղեցապետերը միմյանց մասունք են ընծայել։ Հենց մեր եկեղեցական պատմության մեջ հայտնի են այդ դեպքերը։ Դեռևս 4-րդ դարից սկսյալ, երբ որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը Կեսարիայից վերադառնալիս իրեն հետ բերեց Հովանու Կարապետի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները։ Երբ որ վեհափար հայրապետը եղավ Վատիկանում, լուսահոգի Հովանես Պողոս II Հռոմի պապը հայոց հայրապետին հանձնեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, ինչպես որ տարիներ առաջ 1994 թվականին նույն պապը երջանկայեշատակ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին է հանձնում հատուկ բանագնաց ուղարկելով Սուրբ Էջմիածին Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ 2015 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ պատրաստվել եւ Սուրբ Էջմիածին է բերվել նոր մասունքարան, որում ամփոփվել են հայոց ցեղասպանության նահատակների մասունքները։ Գանձերի վերադարձը ֆիլմի ամբողջական տարբերակը դիտեք այսօր Շողակաթի եթերում ժամը 19:50-ին եւ 22-ին։